ակնհայտորեն սրվել են հարաբերությունները Միացյալ Նահանգների և Իրանի միջև։ Վերջերս արաբական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ սկսի Իրանի դեմ։ Այս ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում պատերազմի ոչ մի պետության հետ և որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը տեղ չունի երկրի անվտանգության և պաշտպանության դոկտրինում։ Մեծ զրույցում Համահայկական ճակատ կուսակցության վերահսկողական հանձնաժողովի ղեկավար, Համահայկական ճակատ բարեգործական հիմնադրամի տնօրեն, արդարադատության փոխգնդապետ Արթուր Ավետիսյանն ասաց. Տարիներ շարունակ մենք տենում ենք, որ Իրանի վրա լուրջ ճնշումներ են գնում եւ դա կապված է, որ Իրանը իբր թե ստեղծում է միջուկային զենք, որը կարող է հետագայում օգտագործի Միացյալ Նահանգների կամ այլ աշխարհի ուզած պետությունների վրա։ Սակայն դեռ մինչ օրս մենք չենք տենում, որ կոնկրետ ապացույցներ են եղել, որ Իրանը ստեղծում է միջուկային զենք։ Հա, Ռուսաստանի կողմից ճիշտ է, ինքը կառուցում է ատոմակայան, թազա ատոմակայան էլ է կառուցում հիմա, բայց դա հասկանալի է, որ միջուկային զենքի հետ ոչ մի կապ չունի։ Ավետիսյանը նկատում է, Միացյալ Նահանգների նախորդ նախագահների ժամանակ պատկերն այլ էր։ Պատժամիջոցներն Իրանի նկատմամբ փոքր-ինչ մեղմ էին, ինչը չի կարելի ասել Թրամփի վարած քաղաքականության մասին։ Այստեղ նաև մեծ դեր ունի Իսրայելը, որը ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է։ Բացի նրանից, որ ասում է, որ խփելու ենք մենք Իրանին, շատ խիստ ենք խփելու, որ շուտվանից այտենց ագրեսիա չի եղել մի պետության վրա, ոչ թե ագրեսիա, իրանց ասելով դա ագրեսիա չի, բայց մենք հասկանում ենք, որ եթե ուրիշ պետության վրա հարձակվում ես եւ այդ պետությունը ոչ մի բանով մեկին չի սպառում, դա ագրեսիա է։ Չնայած նրան, որ Իրանը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հետ կապված հերքեց Միացյալ Նահանգների մտավախությունները, այնուամենայնիվ Թեհրանը հստակ շեշտում է, պատասխանը կոշտ է լինելու, եթե որևէ պետություն փորձի հարձակվել Իրանի վրա։ Չի բավարարում Թրամփին այդ հերկումները, Իրանի կողմից տված հերկումները, եւ ասում է, բացի նրանից, որ եթե զորք չօգտագործենք, մենք էլի պատժամիջոցները էլի կուժեղացնենք, ավելի կուժեղացնենք, բայց մենք տենում ենք, որ հիմիկվա դրությունով Իրանը այդ պատժամիջոցների պատճառով չի կարող նորմալ առևտուր անի աշխարհի հետ եւ ստանա եկամուտներ, որ իր ժողովուրդը ավելի լավ ապրի։ Հայտնի է, որ Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի այլ երկրներ արգելել են Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց օդանավակայաններն Իրանին հարվածելու համար, եւ դա այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը։ Հիշեցնենք, Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ եթե մահմեդական երկրները հաստատեն միասնություն եւ բարեկամություն միմյանց միջև, նրանք կարող են կանխել ճնշումներն ու հանցագործությունները որոշ իսլամական երկրների, այդ թվում Պաղեստինի եւ Գազայի ճնշված ժողովրդի դեմ։ Իրանը թույլ օղակ չի աշխարհում, սակայն մենք հասկանում ենք, որ այստեղ ավելի մեծ, ավելի հզոր պետություններն են խառնված եւ Իրանին օգնությունը եթե Ռուսաստանի կողմից լինի, բայց ես խիստ կասկածում եմ դրա մասին, որ կարող է ինչ-որ զենքի մատակարարման կամ ինչ-որ զենքի հետ կապված Իրանին օգնի Ռուսաստանը, որովհետեւ այս պահին Ռուսաստանը ինքը գտնվում է վատ վիճակով Ուկրաինայի պատերազմի հետ եւ Իրանը ոնց որ թե մնում է մենակ տարածաշրջանում, քանզի որ ոչ Հայաստանը կարող է օգնի Իրանին, ոչ էլ Ադրբեջանը, որը իր էլի թշնամին է, ոչ է Թուրքիան։ Պայքարել հզոր գերտերությունների դեմ Իրանի համար թերևս կլինի դժվար, բայց ոչ անհնարին։ Իրանի դեմ հնարավոր մեծ պատերազմի դեպքում լրջագույն խնդրի առաջ կարող է կանգնել նաև մեր երկիրը, քանի որ կա մտավախություն, որ առիթից կարող է օգտվել հարևան թշնամական պետությունը, Ադրբեջանը եւ բռնազավթել Հայաստանի տարածքը, Սյունիքը։ Հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր էսկալացիան Արթուր Ավետիսյանը հավանական է համարում։ Նարնե Ղուկասյան, Գուրգեն Աղաջանյան, Լևոն Հակոբյան, Հայք Նյուզ լրատվական։